Մեր երկրին անհրաժեշտ է երաշխավորած խաղաղություն, որ պատերազմի դռները մեր ժողովուրդը փակի։ Բարգավաճ Հայաստան կուսակցություն։ Էսի Բալավիտ գյուղի որ փողոցներ Լևոն Ավետիսյան փողոցի լիքը տներ կան, էլի հարակից տներ։ Ու սա մեզ գարշահոտն են շնչում։ Ամառն էլ մոծակները սպանում է։ Էսի ոչ կոտակի մարզպետարանի գործնա, ոչ էլ Աբովյանի քաղաքապետարանի, ջրային պետական կոմիտեն պետք է անի։ Այնա որ ջրային պետական կոմիտեն գցում է մարզպետարանի ու քաղաքապետերի վրա սխալ ինֆորմացիաներ է տարածում մարդկանց մոտ տպավորություն ստեղծում, թե այս գարշահոտը պետք է մարզպետարանն ու քաղաքապետարանը վերացնեն։ Իրանց գործն է։ Քանի տներ կան մոտավորապես։ Լիքը սաղ տներ են, էլի։ Այսպես գնում շարունակում։ Հա։ Ֆուֆ, հոտը սպանում է։ Քանի կիլոմետր կլինի, որ ասենց գնում է։ Այս սառը շատ երկար է, բայց ստեղ երևի մի 2-3 մետր է սառը։ Էս պետք է մաքրեն, էլի։ Բայց մաքրելուց հետո էլի մի ամիս հետո կոյուղի չկա, սաղի կոյուղին։ Սաղի կոյուղիները լցվում աստե, դրա համար էլ կողմից էլ է երևում կարոք, կողմից էլ է կարոք։ սենց գնում այն յանից է մետում։ Այս կողմից է կարոք։ Այս կանալի անունը ինչ է։ Այս իմ կանալն այն ջրատար է Յանում։ Յանի մայթ։ Բայց սովետի վաղտ է եղել, էլի։ Այն վաղտ մաքուր կլներ։ Ասում ես որ առա 2020-ին եմ առել սրա մեջ ջուր կար։ Մաքուր ընտիր։ Անես անայ սաղ լցանված է կեղտով, ցեխով։ Բալահովիտը Աբովյան խոշոր ասած համայնքի մեջ է մտնում։ Լիքը տներ էլ կան, է։ Հեսա, նայ բնակելի ոչ միայն սեփական տները, այլ նաև բարձրակ շենքերը։ Ու այդ հոտը այդտեղ էլ է տարածվում, էլի։ Տույաների հետևով էլ է, հա։ Բայց ոնց մտնենք այդտե։ Այս ավելի լավ է։ Հենա պապին տատի հետ մշակում է ինչ անի որ։ Բնակելի քանի հատ շենքեր կան։ Մենա, հա։ Բարև ձեզ։ Այն կանալի մոտ ոնց գնանք, որ մի հատ նկարեմ, էլի։ Պատիվ ունեցանք ձեզ տեսնելու, եկեք։ Հիմի, նու զայես, պագածի, հենա, տեսել ես, հենա, Տեսել եմ ախպերս։ հիմի, ես հոտեղ սպանում է, ես կան մշակում եք, բեջարում եք, Դե նայ, ֆուվ,
հիմա։ Գոյողին։ Այո։ Այս ջրային պետական կոմիտեի գործն է, ոչ թե մարզպետարանի ու քաղաքապետարանի։ Նստեն այ։ Զգուշել եք չխրվեք։ Կո փլվի։ Հա, բնվում է։ Ապրիլի 30-ն է, գտնվում են Կոտայքի մարզի Աբովյան խոշորացված համայնքի Բալահովիտ բնակավայրի Լևոն Ավետիսյան, չէ՞։ Հոտը սպանում է, վայ, Լևոն Ավետիսյան փողոցում, երկրորդ փողոց, ոչ միայն երկրորդ փողոց, այլ մի քանի փողոցներով անցնող սովետական տարիներին կառուցված ըստ բնակիչների բավականին մաքուր, անգամ ասում է ստեղից ջուրը այնքան մաքուր էր, որ ձկներ էինք բռնում, իսկ հիմա այս ամբողջ տարածքը մի քանի մետրանոց ջրատարը չէ սա կոչվում։ Հեղեղատարը կամ ջրատարը տիրում է գարշահոտ վիճակ։ Ու սրա պատասխանատուն բնակիչների մոտ տպավորություն է, որ պատասխանատուն Կոտայքի մարզպետարանն է եւ Աբովյանի քաղաքապետարանը Բալահովիտ վարչական ղեկավարի գլխավորությամբ։ Սակայն իրականում սրա պատասխանատուն ջրային պետական կոմիտեն է, Արամազդ ազգանունը Քալան մի խոսքով ջրային պետական կոմիտեն է, ով ոչ մի աշխատանք չի կատարում այս հակասանիտարական վիճակը մաքրելու, գոնե մեղմելու, իսկ դրա համար պիտի հատուկ տեխնիկաներով, ինչպես որ ժամանակին արվել է սովետական տարիներին, մաքրվի եւ արգելվի, որպեսի որոշ վայ բնակիչներ իրենց սանհանգույցների խողովակներից դուրս եկող կեղտաջուրը թողեն լցվի սրա մեջ։ Այնպես որ հարգելի ջրային պետական կոմիտե Մայակովսկի գյուղում էլ մարդկանց մոլորեցրեցիք, թե Կոտայքի մարզպետարանն ու Աբովյանի քաղաքապետարանը պիտի անեն վերջերս, որ տեսա գետի հունը ոնց էր բարձրացել ու այդ ժամանակ էլի տպավորություն էր, որ Կոտայքի մարզպետն ու Աբովյանի քաղաքապետն են պատասխանատու, բայց իրականում այն որ ասում շանգլուխը թաղված է ջրային պետական կոմիտեի տակ, իրենք պետք է անեն։ Ու հիմա սա էլ էս գարշահոտ հակասանիտարական վիճակն է, տեսնում եք, նաև բնակելի շենքեր կա 5 հարկանի, 3 հարկանի, բայց ամբողջ տարածքը տիրում է գարշահոտ հակասանիտարական վիճակ։ Սովետական տարիներին այստեղ մարդիկ կան, ասում են, սովետական տարիներին մաքրում էին։ Ստեն այ հարգելի ջրային պետական կոմիտեի պաշտոնյաներ, եկեք գործ արեք, ոչ թե մարդկանց մոլորեցրեք, տեսեք, վայ, հիմա տեսեք այդ ամբողջ, այստեղ պիտի լինեք, որ հոտը շնչեք։ Հետո էլ ասում եք գյուղատնտեսությունը զարգացնեն։ Մարդիկ այս հոտին ոնց աշխատեն, ոնց գյուղատնտեսություն զարգացնեն։ Միջազգային կառույցներից տոննաներով գրանտներ եք ստանում, խոշոր չափի գումարներ եք ստանում, այդ գումարների չնչին մասը եթե ներդնեք, թեկուզ ոչ թե միայն Բալահովիտում, մի քանի գյուղերում մաքրեք ջրատարները, հաստատ այս հակասանիտարական համաճարակի վտանգը կվերանա։ Թե ձերը մենակ սխալ տեղեկություններ տարածելն է, գցեք մարզպետների ու քաղաքապետերի վրա։ Ես ոչ մարզպետներին եմ պաշտպանում, ոչ է քաղաքապետերին։ Պարզապես հարգելի ջրային պետական կոմիտե, ձեր գործը մի գցեք։ Չնայած գործ չեք էլ անում, որ ասեմ հա անում եք։
Հոտը նույնիսկ լուստեն է։ Ֆուֆ, մի 2-300 մետրից հոտը զգացվում է։ Շնչում ես ես։ Ֆուֆ։ Ինչ ամի հատ տրակտորը մցրեք մաքրեք կոմունիստների ժամանակ ոնց էին մաքրում բնակիչներն են ասում են անես մաքուր ջուրեր ասում մտնում լողանում էին գրաժը ասում կոմունիստների ժամանակ այնպես մաքուր էր ջուրը ցկները դաժե գնում էին իսկ հիմի 2-300 մետրի վրա չես կարող կանգնես Նրանց ասում են մեկ արվից ջուր են խմել։ Էս մաքուր էր ջուրը Ջուրը խմել են արվից։ Իսկ պետք է օր առաջ ջրային պետական կոմիտեի գործն է ժողովուրդ ջան ոչ թե մարզպետարանի անտանելի է բա ի՞նչ է այնտեղ հեսա օրերն էլ տաքացավ Այստեղ լուսամուտ չեն կարող մարդիկ բաց։ Ինչ բացեն մոծակներն էլ են կողմից են գալու ավիրեն Օ Ձեզ շերնիկ մանգալի ցերեկով ենք տենում։ ով փնտրում են ա գտնում են ընդմիշտ կոկա-կոլա Ինչքան վաղ է այս վիճակն է ողջին հարազատ Սիմոնյան դերենիկ, սենց էլ վարչապետին եմ ներկայացրել։ Այս ջուղի հիմնական հիմնադրողներից մեկի զավակներից։ Բայն ժամանակ որ հիմնադրել եք, պայել եք, ծաղկացրել եք, այս վիճակն է եղել։ Անտիր վիճակ է եղել։ Եթե հա նկարում եք, Հա. եթե ժամանակ ունեն, Հա. ես մանրամասն ներկայացրել։ Հա Ուրեմն միջև 52 թիվը 52 թիվը ես 46 թվից ծնված եմ։ Հա Պարկում ենք ընդես գետի ջուրը խմում ենք։ Մաքուր ջուրեր է զուլալ Վերցում տանում ենք տները օգտագործում ենք խնոցինին հարվում մնացած բաները։ Հա Մի բան էլ կասեմ։ Ինչքան ժամանակ է այս վիճակն է Մի բան էլ չգիտեմ, եթերայինա թե չէ։ Մեր մեծերը մեզ գիտես ինչ էին ասում։ Անկարծ այդ ջերի մեջը ճիշիկ չանեք, ձեր մերը կմեռնի։ Իսկ հիմի Հիմի հեսա տենում եք վիճակը մոտ 10 տարի է։ հետ գնա ասես հետ գնա Շուրջ 10 տարի այս վիճակն է, ուրեմն ստեղից այս ջուրը, բացի մեր ջուղից, գնաց հերա պտղնի ջուղը։ Հա Պտղնի, գիտեք պտղնի։ Հա գիտեմ Գնաց հերա քանակեր մինչև, քանակեր եւ առինջ։ Մնացածն էլ սելափատարով գնաց հերա Երևանյան լճով, գազանանոցի մոդով, գնաց է լցվե Հրազդան գետը։ Հիմա այս վիճակն է։ Խիասենց Պատասխանատուն ասում են ջրային պետական կոմիտեն պետք է մաքրի ինքը պետք է հետևողականություն ցուցաբերի ոչ թե մարզպետարանը գյուղապետարանը կամ քաղաքապետարանը ջրային պետական կոմիտեի բալանսում է Չէ, բայց խի սենց եղա։ դե բնակիչների Ասեմ պատճառը։ հա ասեք Կարող է դի գործտալու բան։ Գործտալու բան չկա։ Ինքորին համոզման։ Գետամեր ջուղի մոտ։ Այս ջուրը որ գալիս էր իր զավոդի մոտից, բաժանվում էր երկու մասի միշտ։ Մեկը այն կողմով Աբովյանի մոդովա գնացել, մյուսը այս կողմով։ Ընդ գես են կառուցել, այդ ջուրը սուրեն տվել լրիվ են կողմի վրա։ Մենք այդում բացում ենք, բերում ենք ստե որ ջրենք, մեզնից հետո տրակտոր եղարկում են, լրիվ անում են։ Հիմա հարազատ սենց քանի մետր կամ քանի կիլոմետր սենց գնում է կեղտը
Էսի այստեղ հələ այդքան բան չի, էսի քիչ է այստեղ։ Դեպի վերև աշա, դեպի վերև 1 կիլոմետր մոտավորապես։ Ու էլի նույն վիճակն ու ավելի վտանգ է։ Ավելի վատ, այս սելավները գալի, այնտեղ հելե լսվեր էր դաշտերը, այն խաշմերուկի մոտ։ Բարեղամի ճաշարան ենք ասում։ Հա։ Հա։ Այս հոտին բարեղամի ճաշարանում հաց ուտել կլինի։ Չէ, դի փոզվերա չկա։ Չկա, հա, հին սովետի։ Անունն եմ ասում։ Հա, բայց այս կողմով մի գրամ դուրս չեկա, որովհետև լրիվ, լցվեց։ Հեսա հիմա տեսեք ստեղ էլ նույն վիճակն է։ Հա։ Այս ավելի լավա չմաքրեն, մի հատ նեղից մնա։ Էտա ոչ թե այս ճահիճ գոյանը։ Հեսա օրերն էլ որ տակացավ, Էդ ինչ ասում։ մոծակ, մլակ, Հոտ հոտը, հա։ Կլցվի տուն։ Լիպատուան բացես։ Հնարավոր Այս հարցը ես բարձրացրել եմ դեր մեր քաղաքապետի մոտ այն վաղ որ Ծառուկյանի թիմից պետք է դեպուտատ ընտրվեր այն ժամանակ 5-6-7 Այս գործը Արազատ ոչ մարզպետի գործն է, ոչ քաղաքապետի, ոչ Սարուկյանի, ջրային պետական կոմիտեն, այս ջրատարների, այս կանալների բանի պատասխանատուն ջրային պետական կոմիտեն է։ Իրանք պիտի անեն։ Այս Վարչապետը որ եկել էր գյուղ մանկապարտեզի բացմանը, դուք նաև այս հարցով դիմեցիք։ հենց այս հարցով Հա, հա ասի սելավատարը դարերա կոյուատար հոտը սպանում է, հակասանիտարական վիճակ։ Իրանք չզգացին այս հոտը։ մանկապարտեզին կողմներ այս Հա։ չենեք իրանք Բայց ինչ ասեցին, ասեցին, վարչապետը ասեց զբաղվում ենք հերթով, կարգով կանենք երբ կգա ձեր հերթը։ Ուղղակի ես արդեն շտապում էր համել անհարմար զգացի, որ ասեմ ես կսպասեմ այդ հերթին, բայց ծառերը ծախար չորանում են։ Ծառերը մենակ, չմենակ ծառ, այս երեխեքը, այս հոտին էթում են դասի։ Դի ոնց դիմանանք։ Երեխեքը այս հոտին գնում են դասի։ Ները փագելով, եսի ինչ անելով այդ։ Այս հոտին ոնց է կեթում դասի, ժողովուրդ։ մի կերպ Իրա ոտով է, ասեք, ասելիք ունեք, ասեք, մինակ ես չեմ։ Ինչպես։ Մենք բոլորս էլ ասում աղավոր, այս շոքերն են գնում, մոծակներ, մլակներ, խեղդում ես ուղակի։ մալարիայի բունա, ուղղակի մալարիայի բունա, ճիշտ ենք ասում։ Նորից անունը Ես հենա, երեխես առել եմ ընկել եմ հիվանդանոց։ Ալերգիա մոտան։ Հեն երեխեք, այս հոտին ոնց է գնում դասի։ Անստեն այ ֆուֆ։ Հոտը կես կիլոմետրից զգացվում է։ Քիթներդ փակում նոր եք էթում, չէ։ Արդեն մլակներ կա, Հա։ Ստորագրը հավաքել եք, չէ՞ կատարել։ Ում եք դիմել։ Մինչև մարզպետ հասնի։ Եվ ինչ են պատասխանել։ Կընդառաջեք։ Ավելեն տեսչությանը ինչ-որ Լավ, դուք ոնց։ զբաղվի, Դա անցած տարի։ Էս էլ գյուղի գլխավոր փողոցներից մեկն է։ Ոչ թե մեկը, այլ հենց գլխավոր փողոցը։ Այս պահին էլ գտնվում ենք Բալավիթ գյուղի Լևոն Ավետիսյան հենց գլխավոր փողոցում, որտեղ նույնպես 500-600 մետր հեռավորությունից հոտը սպանում է։ Այս փողոցով են երեխաները գնում դպրոց, ծնողները գնում աշխատանքի, նույնիսկ բնակիչները նշում էին, որ այստեղ էլ սովետական տարիներին ջուրը այնքան մաքուր է եղել, որ իրանք նույնիսկ խմել փորացավ չեն զգացել։ Իսկ հիմա հոտից մարդկանց մոտ սրտխառնոց է առաջանում։
Հիմա այնպես որ ջրային պետական կոմիտե խոսքից գործի անցեք։ Մի մարկանց մոլորեցրեք, ասեք թե ով պիտի անի։ Սա ձեր գործն է, դուք եք սրա համար պետության կողմից հսկայական գումարներ ստանում։ Ու այդ գումարները պիտի ներդնեք նման նախ սա պիտի մաքրվի էս մի քանի կիլոմետրանոց էս ջրատար չէ ջրատարը սելավատարը պիտի մաքրվի պիտի ստեղ ապահով նաև պաշտպանիչ պատնեշներ տեղադրվի ոչ այն է կանում ոչ այն է կանում փոխարենը մարդկանց մոլորեցնում եք թե մարզպետն ու քաղաքապետը պիտի անեն սովետա մարդիկ ասում են դուք ես գյուղի հիմնադիրներից մեկն եք 200 տարի առաջ 220 տարի առաջ այն այ պապուս պապիտունն այն պատերը նկարի այդ բլաս պատերը նկարի այնի նախկինում ոնց էր այստեղ ջրի վիճակը ասում եմ մաքուր սելավատարը հա պարկում ենք այս ջուրը խմում ենք տանում ենք տունը օգտագո խնոցին հարում ճաշին էփում առավոտ շուտ էր ցերեկը դե մի քիչ այն չէր արդեն անասուններ ու ինչքան ժամանակ է այս վիճակն հա 10 տարի եթե ոչ ավել հա գյուղ մանկապարտեզի բացման ժամանակ եկել էր նաև վարչապետը չէ Նիկոլ Փաշինյան դուք այս հարցով խնդրանքով դիմեցիք վարչապետին դիմեցիք հենց անձամբ վարչապետին ներկայացրել եմ եւ դիմել եմ եւ ինչ եք ասել եւ ասել եմ այն ինչ որ հիմա ձեզ ասեցի կրկնեմ հա ստեղ կանենք թողես երևա էլի ասել եմ որ սենց նախ ռոռոկման ջուր չունենք Էսա վիճակ, այդ ջուրը գնացել է բացի մեր ջուրը, այն 3 ջուրերը, որ նշեցի, ընդեղել են օգտագործել։ Հիմա այդ էլ չկա։ Հիմա այս սելավատարեր դարձել կոյուղատար, շնորհավորեցի մանկապարտեզի բացումը ու հարց տվեցի, պարոն վարչապետ։ Սրա հետ կապված էլի։ Նաև սրա հետ կապված։ Հարց տվեցի, ասի, պարոն վարչապետ, որևէ մեկը հետաքրքրվել է թե այս լավ մանկապարտեզը կոյուղի ունի թե չունի կանչեց մեր քաղաքապետին որևէ մեկը հետաքրքրվել որ այս Գարշահոտը մինչև մանկապարտեզը հասնի կանչեց բանին մեր քաղաքապետին համայնքապետին կանչեց ասեց մանկապարտեզը կոյուղի ունի իհարկե ունի ասեց ճիշտ է ունի բայց ուր է եթում որտեղ է լցում ինչ վիճակ է արդեն այդ եղավ բանի պատմությունը տաքսով դիպլոմ չունի, կորցրել եմ։ Կոյուղին կա, բայց կորցրել եմ։ Հիմա բնակիչները խնդրանքով նորից դիմում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի այս անգամ այն որ ասում է ջիգյարով կպնի գործին, վարչապետի մի հատ հանձնարարականը ջրային պետական կոմիտեին բավական է, որ այն որ սովետական տարիներին ասում է Թեմուրի եւ իր ջոկատը ջրային պետական կոմիտեն իր ջոկատներով կգա, այս ամբողջ Գարշահոտ հակասանիտարական վիճակը կվերացնի։ Քանի որ սրա պատճառով նաև ծնողը իր երեխային նաև այսօր հիվանդանոց եք, չէ՞ տարե երեխային։ Հա, ջրից այս սրանից է եղել, չէ՞։ Ջուրն էլ տանն է, հենց հիմա ներկայի դեղը տվել եմ հանգստացել է դպրոց չի գնացել։ Անցած տարի անգամ Աբովյանում երեխան սիստեմաներ ընդունել։ Հիմա այն որ ասում է բնակիչները ուզում են հավատան, որ այս հարցը վերջապես կլուծվի։ Տները շատ են։ Հերոսի անունով է, չէ՞ փողոցը։ Հա, առաջի պատերազմի ժամանակ 18 տարեկան զոհված հերոսի անունով է։ Գոնե հերոսի անվան փողոցների տարածքները մաքրեք։ Հեսա, հեսա։ Ես լրիվ կոյուղաջուրը։ Սաղ չէ։ Հա, լրիվ, ջուր չի գալիս։ Բայց այն կողմը հիմա սելավ է եթում։ Այն մյուս ուղղությամբ, որ ասեմ, տարիներ առաջ բաժանվելա, չէ՞, պիվի գործարանի մոտից։ Գիտեմ, էդի գիշեր եկերում է մոտավորապես 1 կիլոմետր ստեղից դեպի արևելք։ Մեր կանգնած տեղից։
Այնտեղ հիմա լրիվ ջուրը եթում էին, նույնիսկ գնում են այն հաշվանդամների համար բան են կառուցում։ Կացարան Կացարան, ջուրը այնց էր լծվեց, որ շինարարությունը միաժամանակ կայ։ դադարեցվեց։ Որտեվ այդ գետ այնքան է սելավ է այն օրերի։ Վարարել հայց վերջերս էլի։ Բայց այդտեղ մի գրամ չի գալի։ Այնց որ ջրի խնդրեմ կա, ջուրը կա։ Գոնե սեզոնին։